Մամայական աշխարհում երբեմն պարտավոր ես լինել ձեռնածու, որպեսզի հասցնես ամեն ինչ, բոլորին գոհացնես եւ ամեն հարցում լինես կատարյալ։ Հնարամտությունը հիանալի գործիք է, բայց իմ կարծիքով այն շատ ավելի ճկուն եւ կատարյալ է աշխատում, եթե դրան գումարում ես գիտելիք։ Մամայական գիտելիքների ձեր պաշարը այս թողարկման ընթացքում կհարստացնենք հետեւյալ թեմաներով։ Կեսարյան հատում, որոնք են ծննդալուծման այս եղանակի ցուցումները, բացատրում է գինեկոլոգը։ Ինչով են առանձնանում կեսարյան հատմամբ լույս աշխարհ եկած երեխաները, կլսենք նաև հոգեբանի կարծիքը։ Բարուրել, թե ոչ, սերունդները դեռ պայքարում են, մինչդեռ գոյություն ունի նաև երրորդ կարծիք։ Հիշողությունը գործիք է, որը կարելի է մարզել։ Մի քանի խաղ վարժություն ցույց կտան մանկավարժ հոգեբանն ու նրա փոքրիկ օգնականը։ Վերադառնալ աշխատանքի թե ոչ, երբ դեռ չի լրացել փոքրիկի 1 տարին, թեժ քննարկում մայրիկների ակումբում։ Առաջինի եթերում մայրիկների ակումբն է, ողջույն Տիկին Հերմինե։ Ողջույն փոքրիկ Աշոտիկ, սիրելի հեռուստադիտողներ, մեր մայրիկների երիտասարդության տարիներին շոկ էր արտասահմանյան ծննդատներում շորիկներով փոքրիկներ տեսնելը։ Հիմա ամեն բան փոխվել է, բայց մեր մայրիկներից շատերն, ովքեր հիմա տատիկ են, շարունակում են բոյկոտել նորածինների հագուստները եւ պարտադրում են բարուրել։ Տիկին Հերմինեն տատիկ է ու իր երիտասարդ տարիներին նրան են ստիպել երեխաներին բարուրել։ Հիմա մեզ նա տաղավարում Աշոտիկի օգնությամբ ցույց կտա, թե ինչպես էին բարուրում երեխաներին։ Ես հիմա փորձեմ ցույց տալ, որովհետև այն ժամանակ, որ մենք երեխաներին բարուրում էինք, մի քիչ այլ էին, ավելի մեծ էին կտորները, ավելի ձիգ էին կապում։ Տանջենք Աշոտիկին, գոնե 3 կտորով, լավ։ Գոնե 3 կտորով։ Սա մեզ համար անսովոր ու էկզոտիկ։ Ինձ համար էլ ոչ ցանկալի։ Անկեղծ որ ասեմ։ Աստոյն ձգում էին երեխայի ոտքերը, որքան հնարավոր է շատ։ Ջոն, ահա, մեր փոքրիկը սկսում է արդեն։ Ես գիտեի, որ ինքը կբոյկոտի։ Ես օգնեմ ձեզ։ Եթե խնդրեմ ծծակը, հա, պահի Մերի ջան։ Շրջում ենք ներքև, չեմ ուզում երեխային չարչարեմ, վերցնում ենք թաթիկը։ Առանձին թաթիկները պետքա փաթաթեինք, չհաշված տակից շապիկ պետքա հագներ, արի հրաշքս, արի ջուդի։ Եվ որքան հնարավոր է ձիգ։ Ձիգ, իհարկե ձիգ։ Իբրև թե երեխաների ոտքերը այդ դեպքում ուղիղ են լինում, մարմինն էլ ձիգ, իբրև։ Բայց նման բան չկա իհարկե։ Մի կերպ երեխուն խաբեցինք, մի րոպե, ջան։ Եվ վերջի գործողությունը։ Մոտավորապես։ Հակառակ կողմից եւս մի անգամ ուղղակի չի բավարարում մեր կտորը ու բերում ծնկների վրա կապում։ Սա բարուրի մեկ տարբերակ էր, սիրելի հեռուստադիտողներ, մեր գործողություններին Տիկին Հերմինե տաղավարից դուրս հետևում էր բժիշկ օրթոպեդ Վահե Յավերյանը, ում սիրով հրավիրում ենք տաղավար։ Մենք էլ նստենք ու փորձենք հասկանալ ճիշտ ենք արել թե ոչ։ Դուք կողքից հետևում էիք ինչ էինք մենք անում, արդյոք ճիշտ է երեխային բարուրելը։ Ես ասեմ, որ բժշկական տեսանկյունից բարուրելը շատ սխալ է եւ մենք երկար տարիներ պայքարում ենք, որպեսզի բարուրը վերացնենք եւ պիտի ասեմ, որ մի քանի պատճառ կա դրան, ինչի համար ենք մենք դեմ բարուրելուն։ Առաջինը կա շատ տարածված, կասեի ամենատարածված մանկական օրթոպեդիկ հիվանդություններից մեկը դա կոնքազրային հոդերի զարգացող կամ բնածին հոդախախտն է։ Երբ որ երեխաներից շատերը ծնվում են այսպես կոչված թեր զարգացած կոնքազրային հոդերով, եւ բարուրը նպաստում է, որպեսզի հոդերը ճիշտ զարգանալու փոխարեն ընդհակառակը չզարգանան եւ վերջի վերջո թեր զարգացած հոդը բերում է նրան, որպեսզի որ երեխաների մոտ զարգանում է կամ ենթահոդախախտ կամ ամբողջովին հոդախախտ կոնքազրային հոդում, որը բավականին ծանր օրթոպեդիկ հիվանդություն է։ Այս մեկ ասպեկտը ինքը իրենով արդեն բավարար է, բայց կան նաև այլ ասպեկտներ։ Մենք պիտի լավ հասկանանք, որ նորածին երեխան տեսնելով եւ լսելով չի կարողանում հասկանալ, թե ինչ է ինքը տեսնում կամ լսում։ Եվ աշխարհաճանաչման process-ի մեջ շատ կարևոր է, որպեսզի երեխան շարժի իր ձեռքերը եւ ոտքերը, որպեսզի կարողանա ճանաչի շրջապատող աշխարհը։ Եվ մենք բարուրելով սահմանափակում ենք երեխայի աշխարհաճանաչումը։ Պարոն Յավերյան, փաստորեն բարուրին փոխարինելու եկան տակդիրները։ Եթե խոսենք օրթոպեդիայի տեսանկյունից, ապա սրանք վնաս են հասցնում երեխային, թե հակառակը։ Տակդիրի օգնությամբ երեխայի ոտքերն ավելի լայն են։ Պիտի ասեմ, որ դիրքը, որ դուք նկարագրում եք, կոչվում է պտղի դիրք։ Որտեվ պտուղը մոր արգանդում գտնում է հենց այն դիրքում, ինչը որ դուք նկարագրում էիք, այսինքն
երեխան ոտքերը ծալած կոնքազդրային հոդերում եւ ծնկան հոդերում եւ մի քիչ էլ զատած վիճակում։ Սա ամենաֆիզիոլոգիական դիրքն է, որը կարող է երեխան նորածինը ունենալ, որովհետեւ ինքը իր ձևավորման 9 ամիսների ընթացքում գտնվել է այդ դիրքում։ Եվ որից է միտք չկա այն դիրքը, որը որ ֆիզիոլոգիական է, ուժով ուղղել եւ ոտերը կապել իրար։ Ին Հերմինե, ձեր սկեսուրը կամ մեծահասակները ձեր երիտասարդության տարիներին ինչ պատճառաբանելով էին ստիպում ձեզ բաղել։ Ճիշտ նույն պատճառաբանությունը, որ երեխան ձիգ մեծանա ուղիղ ոտերով ու բարձր հասակով։ Բայց ստացվեց այնպես, որ իմ երկրորդ դուստրը 4 տարվա տարբերությամբ բացումել, այսինքն Առաջինին բարուրել եք։ 20 օր, ոչ ավել։ Իմ շանսը հերքելու բարուրը ավելի շատ ա եղել։ Ծնված օրվանից նա բարուր չի տեսել։ Այսօր հասակը 1.75-ը ձիգ սլացիկ ոտքերով։ Շնորհակալ եմ ձեզ Տիկին Հերմինե, շնորհակալություն ասենք փոքրիկ Աշոտիկին եւ ձեզ բժիշկ օգտակար խորհուրդների համար։ Կեսարյան հատում վիճակագրությունը փաստում է, վերջին տարիներին ամբողջ աշխարհում կեսարյան հատումների թիվը բավական աճել է։ Այսպես օրինակ Ամերիկայում, եվրոպական շատ երկրներում ամեն երրորդ երեխան ծնվում է կեսարյան հատման միջոցով։ Այս առումով առաջատար են համարվում գերմանացիները։ Գերմանական շատ քաղաքներում յուրաքանչյուր երկրորդ կին երեխա է ունենում հենց այդ ճանապարհով։ Մենք չենք փորձի բացահայտել նորաձևություն է սա, թե նոր միտում բժշկության մեջ։ Մենք կփորձենք հասկանալ երևույթի բոլոր նրբություններն ու առանձնահատկությունները։ Մայրիկների ակումբ ծրագիրը բացառիկ հնարավորություն է ունեցել ներկա լինելու կեսարյան հատման գործընթացին։ Կեսարյան հատման մասին առաջին գրավոր վկայությունը հայտնվել է 1500 թվականին։ Այն իրականացրել է շվեյցարացի անասնաբուժ Յակոբ Նյուֆերը։ Տեսնելով իր հղի կնոջ տառապանքներն, ով ժամեր շարունակ չէր կարողանում ծննդաբերել, նա իշխանությունից կեսարյան հատում անցկացնելու թույլտվություն է ստանում։ Վիրահատությունը բարեհաջող է անցնում։ Կինը հետագայում նրան եւս 5 զավակ է պարգևում, իսկ կեսարյան հատումով ծնված երեխան ապրում է 77 տարի։ Վիճակագրական տվյալների համաձայն այսօր երեխաների 33%-ը կեսարյան հատումով է ծնվում։ Վիրահատությունը նշանակվում է բժշկի ցուցումով, ընդ որում հաճախ կինը մինչև բեղմնավորումը կարող է իմանալ, որ կեսարյան հատումն անխուսափելի է։ Օրինակ, եթե ապագա մայրիկն ունի նեղ կոնքեր, ծննդաբերում է 35 տարեկանից հետո, նրա մոտ առկա է շաքարային դիաբետ, աչքերի, երիկամների կամ այլ օրգան համակարգերի հիվանդություններ, ապա բնական ճանապարհով ծննդաբերելը նրան հակացուցված է։ Հիվանդությունները ծննդաբերությունից հետո կարող են սրվել։ Բացարձակ ցուցումները դա նրանք են, երբ որ ուրիշ ճանապարհ հնարավոր չի ծննդալուծման, չկա ուրիշ ճանապարհ, դրանք են առաջադիր ընկերքները, դրանք են արյունահոսությունները, նորմալ տեղակայված ընկերքի շերտազատման ժամանակ, դրանք են տոտիկային առաջադրությունը, հետույքային առաջադրությունը, երբ որ պտղի քաշը 2500 գրամից պակաս է կամ 3500 գրամից ավել է։ Երևանի ծննդատանը մեծ իրարանցում է։ Բժիշկ Պողոսյանը պատրաստվում է կեսարյան հատում իրականացնել։ Միջինում 30-ից 40 րոպե տևող այս գործընթացը բարդ է եւ շատ պատասխանատու։ Հաճախ անկանխատեսելի հանգուցալուծումներ է ստանում, ընդհուպ արգանդի հեռացում։ Ուստի եւ արվում է բժիշկների խիստ ցուցումով, երբ վիրահատական միջամտությունը ոչ թե քմահաճույք է, այլ անհրաժեշտություն։ Պետք է ասել, որ կեսարյան հատումը դա վիրահատական միջոցառում է եւ նա արդեն ոչ միայն գինեկոլոգի կողմից, այլ մասնակցում են անեստեզիոլոգները, մանկաբույժները, то есть դա թիմային գործընթաց է, ցավազորկումով են անցկացնում, որովայնահատումով վիրահատություն է, սկզբից հատվում է առաջնային պատը, որովայնն է, հետո արդեն արգանդի առաջնային պատը, դուրս է բերվում պտուղը եւ շերտ առ շերտ վերականգնվում են բոլոր մեր հատված շերտերը։ Բժիշկները զավեշտալի միտում են նկատում։ Կանայք երկունքի ցավերից խուսափելու համար հաճախ ցանկանում են կեսարյան հատումով ծննդաբերել։ Խնդիրն առկա է ոչ միայն Հայաստանում, այլև եվրոպական մի շարք երկրներում։ Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը խնդրի դեմ պայքարի տարբերակ է մշակել։ Կանայք պետք է քաջատեղյակ լինեն կեսարյան հատման բարդացումների մասին։ Օրինակ, ապացուցված է, որ բնական ճանապարհով ծննդաբերելու դեպքում կինը 250 մլ արյուն է կորցնում, իսկ կեսարյան հատման դեպքում 1 լիտր։ Կեսարյան հատումից հետո կարող են լինել այնպիսի բարդություններ, ինչպիսին են հետծննդյան շրջանի էնդոմետրիտները, լորձաթաղանթի բորբոքումը, կարող է լինել արգանդի սուբինվոլյուցիա, երբ որ արգանդը դժվար է կրճատվում եւ բերում է արդեն լորձաթաղանթի բորբոքման հետևանքներով, կարող է լինել կեսարյան հատման կարի
անլիարժեքություն, երբ որ կինը ունի երակների լայնացում կամ ինչ-որ տրոմբոտիկ խնդիրներ, մենք միշտ ասում ենք, որ ցանկալի է, որ ծննդալուծումը լինի բնական ծննդաբերական ուղիներով, քանի որ կեսարյան հատումը խիստ բարձրացնում է տոկոսը տրոմբոզների, տրոմբոտիկ բարդությունների հետ ծննդյան շրջանում։ Ուսումնասիրությունների համաձայն վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում կեսարյան հատումով ծնված երեխաների մահացության դեպքերը 30%-ով աճ են գրանցել։ Կեսարյան հատումով ծնված 100 երեխաներից 5-ը մահանում են, իսկ 15-ի մոտ նկատվում են շնչառական խնդիրներ, 20-ը տառապում են կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներով, 10%-ը վիրաբույժի անզգուշության պատճառով կոտրվածքներ են ստանում։ Նախքան այս հաղորդմանը պատրաստվելը կարծում էի, թե կեսարյան հատում արտահայտությունը սահմանափակվում է միայն հղի կնոջն առնչվող հարցերով, բայց վերջերս արտասահմանյան հեղինակավոր ամսագրերից մեկում հոդված կարդացի, որի հեղինակը պնդում էր, թե կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում են բնական ճանապարհով ծնվածներից։ Միֆ է սա, թե իրականություն, կօգնի հասկանալ հոգեբան Անուշ Նիկոլյան, ում սիրով ասում են ողջույն։ Դիտեցինք տեսանյութը, որտեղ բժիշկը փաստում էր, որ նոր միտում է նկատվում կանայք առանց ցուցման ցանկանում են կեսարյան հատումով երեխա ունենալ։ Ինչի հետևանք ու արդյունք է սա, եթե չկա բժշկական ցուցում։ Իրականում վերջի ժամանակահատվածում ելնելով ոչ լիարժեք ինֆորմացիայի ծննդաբերական գործընթացի հետ կապված, հեռուստաէկրանից հաճախ ցուցադրվող կադրերից, որ բնական ճանապարհով ծննդաբերությունը բավականին ցավոտ, դժվար եւ բարդ գործընթաց է, կողքից լսվող կարծիքներից, ընկերուհիների եւ այլնի միջոցով ստացվող, որ ծննդաբերությունը դա մի գործընթաց է, որը գրեթե անտանելի է կնոջ համար, դրանք ցավեր են, որոնք հնարավոր չի տանել։ Եվ քանի որ սրան գումարվում է նաև հղիության վերջի ընթացքին հատուկ ծննդաբերական վախերը, բարձր տագնապայնությունը, գերլարվածությունը, ու քանի որ չի լուսաբանվում, թե ինչ է իրենից ներկայացնում կիսարյան հատումը, մենք ֆիլմերում չենք տեսնի ինչ է տեղի ունենում կիսարյան հատումից հետո, չի լուսաբանվում, որ սա վիրահատություն է եւ մարդը կամովի գնում է վիրահատության, ու որ ինչպես ցանկացած վիրահատություն, այնպես էլ կեսարյան հատումը կարող է ունենալ հետվիրահատական շատ բարդ ու պրոբլեմատիկ փուլ։ Մարդը ուղղակի մտածում է, որ ինչու չընտրել հեշտ ճանապարհը։ Եթե կարելի է քնել 1 ժամ, արթնանալ եւ հաղթահարել բոլոր ցավերն ու խնդիրները, ինչի չընտրել հեշտ տարբերակ։ Վերադառնանք բացմանս տեքստին, որտեղ ես խոսեցի, որ վերջես ինֆորմացիա եմ կարդացել, երբ ասվում էր, որ կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում են բնական ճանապարհով ծնված երեխաներից։ Միֆ է սա, թե իրականություն։ Իրականում հոգեվերլուծողները արդեն բավականին երկար տարիներ ունեն հիմնավոր փաստեր եւ բացատրում են դա նրանով, որ եթե մարդը չի հաղթահարում իր կյանքի առաջին կրիտիկական լարված իրավիճակը, ինքնուրույն չի հաղթահարում առաջին խոչընդոտը կյանքի, հետագայում էլ ձևավորվում է մարդ, որը ոչ ինքնուրույն է, ավելի շատ մայրիկից կախվածություն ունի եւ ցանկացած բարդության առաջ կարծես հետ քայլ է անում, որովհետև մարդը չի հաղթահարել իր կյանքի առաջին լուրջ փորձությունը ինքնուրույն։ Բացի այդ, հոգեվերլուծողները այս իրավիճակը նմանեցնում են նման մի իրավիճակի, երբ մարդը հանկողնում հանգիստ քնած է, իրեն արթնացնում են ու կանգնեցնում դրսում մերկ։ Նման իրավիճակի են նմանեցնում կեսարյան հատումը, քանի որ հիմքում ընկած է այն տեսությունը, որ ծննդաբերական գործընթացը սկսում է երեխան։ Այսինքն երեխայի մակերի կամներում առաջանում է որոշակի հորմոն, որը առաջացնում է արգանդային տոնուս եւ սկսում է ծննդաբերական գործընթացը։ Այսինքն թե երբ պիտի ծնվի երեխան, որոշում է երեխան։ Այս դեպքում, երբ մենք ունենք նորմալ ճանապարհով ծննդաբերություն, երեխան ինքը որոշում է, պատրաստվում է, հաղթահարում է իր կյանքի առաջին բարդ իրավիճակը ու հետագայում ենթադրվում է, որ ունենք ավելի ինքնուրույն ու ինքնավստահ մարդ։ Բացի այդ, սովորական ճանապարհով ծնված երեխաներին անմիջապես ծնունդից հետո դնում են մայրիկի վրա, այսինքն այդ մարմին շփումը եւ առաջի կապը մայրիկի հետ ապահովում է անմիջապես երեխայի լուսաշխար գալուց հետո, ինչը թողնում է, որ փոքրիկն իրեն ավելի ապահով զգա, քանի որ նա այդպես զգում է մայրիկի նորից լսում է սրտի ձայները, ինչ որ իրեն ծանոթ էր, զգում է նրա մաշկի շփումը ու ունենում ենք ավելի հանգիստ, ավելի ներդաշնակ հոգեկան աշխարհով երեխա։ Կեսարյան հատման միջոցով երեխան ու մայրիկը միասին լինում են բավականին ուշ ժամանակի առումով, ինչը շատ մասնագետների կարծիքով ավելի տրավմատիկ է երեխայի համար, նա դժվար է ադապտացվում մի իրավիճակի, որտեղ իրեն հարազատ ոչ ոք չկա։ Բայց այնուամենայնիվ, եթե եղել է կեսարյան հատում, բալիկը արդեն ծնվել է, ինչ խորհուրդ տանք այդ մայրիկներին,
ինչի վրա ուշադրություն Նախ ասենք, որ դարձնել։ սա ընդհանրապես տեսություն է, որը որոշ դեպքերում ուսումնասիրվել է, հիմնավորվել է, բայց որոշ դեպքեր էլ փաստում են, որ անկախ նրանից, թե ինչպես է ծնվել բալիկը, շատ ավելի կարևոր է, թե ինչպես կանցնեն նրա կյանքի առաջի 2 ամիսները, որովհետև եթե անգամ կացուցում կեսարյան հատման, ինչը շատ հաճախ բժիշկների կողմից խորհուրդ է տրվում, իսկ ծնողի կողմից, մայրիկի կողմից մերժվում է, այս տարբերակն էլ ունենք։ Իրականում, եթե առաջի 2 ամիսները կյանքի անցնեն նորմալ, մայրիկի հետ լիարժեք շփման մեջ, եթե մայրիկն ու երեխան կարողանան իրար հասկանալ, շփվել իրար հետ շատ, կարծում եմ խնդիրներ չեն առաջանա, անգամ կեսարյան հատման արդյունքում ծնված երեխաների մոտ։ Շնորհակալություն Անուշ։ Սիրելի մայրիկներ, ինչպես հասկացանք եւ հոգեբանի խոսքից եւ բժշկի խոսքից, կեսարյան հատման պետք է դիմել միայն բժշկական ցուցման դեպքում։ Հիշողությունը անչափ կարևոր է երեխայի համար նոր գիտելիքներ ձեռք բերելու եւ դրանք մտապահելու գործում։ Շատ ծնողներ մտահոգվում են, երբ տեսնում ու նկատում են, որ իրենց երեխան չի փայլում լավ հիշողությամբ։ Առաջիկա րոպեների ընթացքում մենք բոլոր մայրիկներին խորհուրդ կտանք մի քանի խաղվարժություններ, որոնց օգնությամբ հնարավոր է մարզել փոքրիկների հիշողությունը։ Այդ հարցում մեզ կօգնեն փոքրիկ Նելին եւ մանկավարժական գիտությունների տեխնացու Աննա Խաչատրյանը։ Ողջույն։ Ողջույն։ Աննա, ինձ միշտ հետաքրքրել է հիշողությունը դա ի ծնե տրված տաղանդ է, շնորհ է, թե այնուամենայնիվ հնարավոր է զարգացնել հիշողությունը։ Իհարկե հնարավոր է զարգացնել հիշողությունը եւ դրա համար շատ հետաքրքիր խաղեր են նախատեսված։ Մի քանիսը հիմա կներկայացնեմ Նելիի հետ։ Նելին արդեն ճանաչում է թվերը եւ շարել է հերթականությամբ շարքը։ Նա հիմա մենք կփորձենք իրար հետ, հա, աչքերը փակել։ Նելին կփակի, իսկ ես կխառնեմ ամբողջ շարքը եւ նա կփորձի նորից հերթականությամբ շարքը կառուցել։ Փորձենք, Նելի կփակես աչքերդ։ Ապրել։ Սա հեշտագույն վարժություն է, որը ցանկացած մայրիկ կարող է կազմակերպել։ Ահա, ես խնդրում եմ հերթականությամբ շարիր բոլոր թվերը։ Դա օգնում է, որպեսզի երեխան ոչ թե մեխանիկորեն կամ տեսողական հիշողության շնորհիվ միայն հիշի այդ թիվը, որ այնտեղ է դրված, այլ արդեն ճանաչի թիվը եւ կարողանա նաեւ շարք կազմել։ Դա մեկ վարժություն է։ Այո, Նելին իրականացրեց վարժությունը, ապրես։ Ամբողջը ճիշտ է, հա, հերթականությամբ ես դրել, իսկ հիմա էլի փորձենք փակենք աչքերը եւ մի թիվը կփախնի մեզանից։ Բացիր աչքերը։ Որ թիվը չկա։ 3-ը։ Այո, 3-ը չկա, իսկ որտեղ 3-ը պետք է լինի։ Փորձիր գտնել։ Այո, ճիշտ տեղն է գտել։ Եվ դա շատ կարևոր է, որ երեխան հասկանա, թե հերթականությամբ որ թիվներ եւ նույնը որտեղ է գտնվում, այո։ Եվ նույնը կարող եք ցանկացած առարկաների հետ անել։ Դա կարող է լինել տարբեր խաղալիքներ կամ տարբեր իրեր, որոնք սկսել քիչ քանակից, այնուհետև նույնիսկ մեծացնել, շատացնել եւ արդեն որ մի փոքր զարգանա, արդեն դա ավելի պարզ տեսակն է։ Ավելի բարդ տեսակների անցնել, այդպիսի խաղերին երևի դուք եք ծանոթ, դա memory խաղն է, որ մենք ինչպես Նելին շատ դուր եկավ, մենք մի փոքր փորձեցինք, հիմա կփորձենք ցույց տալ։ Հերթով բացում ենք զույգ, շրջում ենք զույգ մեր նկարները, հա, եւ տեսնում ենք, եթե զույգ է, գտնում ենք անմիջապես, մենք կարողանում ենք վերցնել մեզ եւ շարունակել գտնել զույգերը։ Իրանք տարածված են ամբողջականությամբ տարբեր տեղերում են գտնվում։ Զույգը որտեղ է թաքնված։ Այո, եւ ես շրջելուց հետո վերադարձնում ենք։ Դա կարող է եւ խմբակային խաղ լինել, եւ հերթով մենք փորձենք բացել հերթականությամբ եւ հիշել տեղերը, շրջելով նորից հակառակողությամբ, որպեսզի հիշենք նաև վերարտադրենք որտեղ էր հաջորդ զույգ նկարը։ Նման խաղեր գոյություն ունեն նաև, հա, համակարգչային տեսքով, ինչպես հեռախոսների մեջ, այսինքն տարբերակները շատ են, մնում է երեխան հա սիրի եւ պարբերաբար օգտվի դրանից։ Այո, մնում են։ Սա երկրորդ տարբերակն է։ Ինչ տարբերակ կառաջարկեք ան։ Նույն նմանատիպ խաղ կարող եք նաև ծնողները ստեղծել ու տարբեր թեմաներով։ Դա կարող են լինել կենդանիներ, իհարկե մեզ անհրաժեշտ են էլի զույգ
նկարներ, որոնք շրջելուց հետո կարող ենք նույն ձևի փորձել այդ խաղը վերարտադրել։ Եվ արդեն նաև անվանել եւ փորձել ասել, թե ինչ կենդանի է ցանկացած, դա կարող է լինել թե կենդանի, թե թեմա, որը դուք ընտրել եք, այո, կոնկրետ երեխայի հետ զբաղվելու թեմատիկ ինչ-որ։ Դուք ընդամենը մի քանի րոպեում առաջարկեցիք մի քանի գործնական քայլեր, խաղվարժություններ, որոնց օգնությամբ իսկապես կարելի է զարգացնել երեխայի հիշողությունը։ Վերջում Նելիից հետաքրքրվենք, քեզ դուր եկար, հաճելի էր այս գործընթացը։ Այո, Կխնդրես մայրիկին կազմակերպել նման խաղեր քեզ համար։ այո։ Կարևորը փոքրիկի կարծիքն էր, եթե նա հաճույք ստացավ, կարծում եմ ամեն ինչ հիասքանչ է։ Բարի գալուստ մայրիկների ակումբ, ողջույն մայրիկներ, մենք կրկին հավաքվել ենք օգնելու եւս մեկ մայրիկի, ուստի շտապում եմ ընթերցել նրա նամակը։ Բարև մամաներ, անունս Սիրան է, ես 10 ամսական Նունեի մայրիկն եմ, մինչև մայրանալը աշխատել եմ, շատ լավ աշխատանք ունեմ եւ այն այնպիսին է, որ երկար ժամանակով չեմ կարող տանը մնալ։ Երկընտրանքի առջև եմ կանգնել, հրաժարվել աշխատանքից, թե թողնեմ փոքրիկի ստարտիկի հսկողության տակ եւ գնամ աշխատանքին։ Ինձ անհանգստացնում է հատկապես այն, որ ես տանից բացակայելու եմ շաբաթական 5 օր, առավոտից մինչև երեկոյան ժամը 7-ը։ Արդյոք այս տարիքից արժե բալիկին թողնել ու դուրս գալ աշխատանքի, օգնեք։ Արժե արդյոք մայրիկ։ Ես ինքս էլ աշխատել եմ ինչ երեխային ունենալ եմ եւ այս տարի այնպես ստացվեց, որ ինձ դպրոցում եմ աշխատում, զանգեցին եւ հարցնում էին, արդյոք չեմ ցանկանում վերադառնալ աշխատանքի, ես ասացի, որ ոչ, որովհետեւ դեռ պետք է նրան շարունակեմ խնամել, մինչև կհասնի մանկապարտեզի տարիքին, որպեսզի ավելի հանգիստ լինեմ, ինքը ավելի ինքնուրույն կդառնա եւ գործը դեռ կսպասի։ Նախ պետք է հասկանանք, ինձ թվում է, որ ոչ բոլոր մայրիկները հնարավորություն ունեն մտածելու իրենք կարող են տանը մնալ, թե ոչ։ Շեշտ մայրիկների աշխատավարձը իրենց տան բյուջեի ակնհայտ էական մի մասնիկն է, ու իրենք այլ ընտրանք պարզապես չունեն, բայց ես օրինակ անձնական փորձով եմ ասում, եթե անգամ ունենամ այդպիսի հնարավորություն, ես խորհուրդ կտամ բոլոր իմ ծանոթ մայրիկներին անպայման դուրս գալ։ Խոսքը առավոտից մինչև ժամը 7-ը աշխատելը չէ։ Մինչև 3 տարեկան երեխա ունեցող մայրիկները հնարավորություն ունեն աշխատանքի վերադառնալ կես դրույքով։ Ու դա լավագույն տարբերակն է իրականում։ Ես ինքս առաջին բալիկից հետո ընդամենը 20 օրական էր բալիկը, երբ իմ բալիկի տատիկների շնորհիվ ես կարողացա դասի գնալ։ Հետո նաև քանի որ սովորում էի 1 դրույքով աշխատելու հնարավորություն, որպես այդպես ինչ ունեի, ես կես դրույքով էի աշխատում, հետո նաև աշխատում էի։ Ես արդեն աշխատում եմ 3 օր է, բալիկս մի տարի 8 ամսական է, նոր համարձակվել եմ, այսպես ասած, դուրս գալ, քանի որ արդեն նաև մանկապարտեզային տարիքն է մոտենում, բայց մինչև 1 տարեկանը ես ինքս եւս խորհուրդ չեմ տա, պարզապես իսկապես մանեի ասած դեպքում երեխան մոր խնամքի կարիք ունի, մոր ջերմության կարիք ունի, մանավանդ երբ որ սկսում են քայլել, այդ ժամանակ ավելի վտանգավոր է իրենց մենակ թողնել, չգիտեմ, ամեն պահի վտանգ կա։ Տպավորությունն է, որ դուք կարծում եք, եթե դուք տնից դուրս եք գալիս, մայրիկները, երեխան մնում է մենակ։ Երեխան մնում է հայրիկի հետ, երեխան մնում է տատիկի հետ, երեխան մնում է պապիկի հետ։ Մենակ տարեկան երեխան մինչև 4 ժամ քնում է։ Կես դրույք աշխատանքը 4 ժամ է։ Երբ իմ տղան ծնվեց, ես ուսանող էի, սովորում էի 4-րդ կուրսում, ու պատկերացրեք 40 օր հետո ես արդեն գնացել եմ դասի։ Ինձ համար շատ դժվար էր իհարկե երեխային թողնել տանը, թեպետ ես տարիքով շատ փոքր էի այդ ժամանակ, շատ բաներ չէի գիտակցում, ինձ համար երեխան այդ ժամանակ ուղղակի ինչ որ տեխնիկի, զբաղմունքի նման ինչ որ մի բաներ, ես գալիս էի տուն, արդեն երեխան կերած էր, խմած էր, նույնիսկ վախենում էի իմ երեխային կպնեի, անկեղծ։ Ավարտելուց հետո անմիջապես անցա աշխատանքի։ Ես էլ աշխատում եմ Բուհում ու այնպես է իմ աշխատանքն էլ, որ դե բնականաբար 3 տարի երկրորդ երեխայից հետո ես 3 տարի պետական հիմունքներով կարող եմ մնալ տանը։ 2 տարի 2 ամիս արդեն անցել է ու ես չեմ էլ պատրաստվում հիմա գնամ աշխատանքի։ Սպասում 3 տարի լրանան նոր, որովհետև իրոք ոչ թե այն վախն է, որ երեխային թողնում եմ ոչ բարեխիղճ մարդկանց ձեռքում, չէ, նման խնդիր չկա։ Ուղղակի մի փոքր ուզում եմ լրացնել այն բացի, ինչը որ չեմ կարողացել տալ տղայիս։ Ես այնքան զբաղվելու հարց ունեմ, ես այնքան սովորվելու այլ միջոցներ ունի, նոր։ Ես այնքան տեղեր եմ տանում, իմ երեխաները երբեք հետ չեն մնում ցուցահանդեսներից, պատկերասրահներից, տեխնիկային թատրոններից, խաղահրապարակներից, երբեք իրենք ոչինչից հետ չեն մնում։ Ինձ թվում է երկու հարց կա։ Արդյոք դուք հնարավորություն ունեք չգնալու աշխատանքի։ Եվ արդյոք չգնալով կկարողանաք ձեր առօրյան լիարժեք կիրառել, որովհետև
չգնալ կան մայրիկներ, որոնք կարող են չգնալ, բայց ծայրը ծայրին են հասցնելու ու կներեք ցուցահանդեսներ երեխայի համար հագուստ գնել եւ այլն, դա իր համար ուղղակի անհասանելի բան է։ Շատ մասնագիտություններ շատ կարեւոր է, որովհետեւ 3 տարի տանը մնալով եւ մեր կյանքի այս պայմաններում այդ ռիթմից ընկնելով, նոր արարություններից, նոր ուրեմն շատ բաներից հետ ես ընկնում եւ իսկապես հետո գրեթե անհնար է լինում ադապտացվել, այս դեպքում պարզապես երևի պետք է փնտրել այնպիսի աշխատանք, որ կարելի է անել նաև տանից, եթե հնարավորություն կա, դա կարող իդեալական տարբերակ է։ Պաստորին մայրիկին ինչ են խորհուրդ տալիս, եթե չկա ֆինանսական, աջակցության կարիք ու դա առաջնային չէ, ուրեմն պետք է մի փոքր ավելի սպասել, հա, մեր մայրիկների խորհուրդը ձեզ գոնե դա է։ Իսկ եթե կա ֆինանսական խնդիր, ապա կարծում եմ, եւ տանը կա տատիկ, ով իրականում կես դրույքը ինձ թվում է, ես օրինակ կողմեմ կես դրույքին եւ ոչ տանը նստելուն, որտեղ մի տարեկան բալիկ արդեն բավական մեծ է, որպեսզի մայրիկը սեփական կյանքի հնարավորություն ունենա։ Շնորհակալություն մայրիկներ խորհրդի համար, հուսամ, որ մեր խորհուրդները, մեր առաջարկած տարբերակները կօգնեն Սիրանին կողմնորոշվելու։ Մայրիկների ակումբի անդամ կարող է դառնալ ձեզանից յուրաքանչյուրը, գտեք մեզ Facebook-ում, ուղարկեք մեզ ձեր հարցերն ու առաջարկներ, իսկ հնարավորության դեպքում նաև միացեք մեր տաղավարային քննարկումներին։ Մայրիկի հնարամտությունը ծափահարությունների արժանի հատկանիշ է, դրանից շահում է ամբողջ ընտանիքը։ Մենք կօգնենք ձեզ դառնալ հնարամիտ, տեղեկացված եւ ժպտերես մայրիկ, չէ՞ որ մայր լինելը ոչ թե հոգս է, այլ երջանկություն։ Հաջողություն։